Պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ թերևս վերջին հարցը 2020 թվականին։ Դուք այստեղ շեֆ եք։ Չէ, ինչի համար եմ ասում, որովհետև առաջին անգամ ինձ շեֆ անվանեցին, դրա համար եմ ասում, էլի։ Ուզում եմ ասել, որ ես մեր կուսակցության շեֆը չեմ։ Ես ՀԿ-ի նախագահն եմ եւ պաշտոնաթող Հանրապետության երրորդ նախագահ։ Ես ձեր թույլտվությամբ իրենց շեֆը չեմ։ Խնդրեմ։ Ձեր թույլտվությամբ պարոն նախագահ 2020 թվականին դուք բավականին աղմկարից հայտարարություն արեցիք կապված, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմի օրերին 1 զրահաբաճկոնը $600 էր գնել։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո որոշ ժամանակ հետո Նայիրի Սարգսյանն ընդհանրապես ազատվեց պաշտոնից։ Բայց մեզ այդպես էլ անհայտ մնաց։ Օգնեք պարոն նախագահ, մեզ տեսնեք այդ զրահաբաճկոնների պատմությունը, այդ ինչ պատմություն է։ Արժ պատմություն է, եթե չեմ սխալվում, փաստաթուղթել ենք մենք հրապարակել, այսինքն կառավարությունը ուղիղ, ոնց ասեմ, հա, ուղիղ ճանապարհով, այսինքն ամբողջ կառավարությունը, եթե չեմ սխալվում, կառավարիչի օգնականը մեկ անձից գնում է կատարել եւ իմ պատկերացումներով այդ զրահաբաճկոնները այդքան չարժեին, բայց ամենակարևորը արժեին չարժեին։ Ինչու է կառավարությունը այդ գնումը կատարում։ Դրա համար պաշտպանության նախարարություն կա եւ այլն եւ այլն։ Դրանից պարզ, էլ ինչ կարա լինի, էլի։ Փաստաթուղթը որ խնդրեմ կտակ։ Օ, ես չգիտեմ, մնացել է թե չէ, բայց վստահ եմ, այստեղ առնվազն 5-6 լրագրող կա, որ իրենց խմբագրությունում այդ փաստաթուղթը կա։ Եթե էլեկտրոնայինը 100%-ով ունեն, բայց ես խոստանում եմ ձեզ, նայեն։ Ես խոստանում եմ գտնել եւ ձեզ ուղարկել։ Պարոն նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների տարբերության հետ կապված հայտարարություն էի կարել, բավականին քննադատվեց այդ առումով, ինչ կարող եք ասել։ Ասում են փորձել է Լևոն Տեր-Պետրոսյանին մաքրելու եւ հնարավոր կոալիցիա են տեսնում ընդդեմ Քոչարյանի։ Ես ասում եմ այնինչ կա քննարկումների Դա զավեշտական է, դա ծիծաղելի է, որտեվ նախ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ մեկի կարիքը չունի, եթե անհրաժեշտություն կա մաքրվելու։ Ինչ եք ուզում Լևոն Տեր-Պետրոսյանին, արդեն տևական ժամանակա չկա քաղաքականության մեջ։ 80 տարեկան Աստված ևս մի 10-20 տարի կյանք տա։ Այսինքն, եթե ես նպատակ ունենայի, ցանկություն ունենայի միավորվելու, եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը բազմաթիվ նախաձեռնություններ է ունեցել, եւ միջև ընտրություններից հետո ես կմիանայի։ Այսինքն ես ինչ-որ մեկից վախեցել եմ, չեմ միավորվել։ Ինչի մասին է խոսքը։ Միշտ պետք է լավին լավ ասել, վատին էլ վատ։ Այլ ոչ թե եթե մեկը քեզ մի ժամանակ ինչ-որ մի վատ բան ասել, ամբողջ կյանքում նրան վատ ասես։ Ես չունեմ այդ բնավորությունը։ Իդեպ այս թեման, պարոն Սարգսյան, շատ է խոսում, որ դուք Տեր-Պետրոսյանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեք, չնայած որ 2008-ին Տեր-Պետրոսյանը ձեր դեմ էր պայքարում, ինչ ասես ասում էր, քան երկրորդ նախագահի հետ։ Սա ինչով է պարոն։ Այս պահին։ Առհասարակ վերջին շրջանում, վերջին տարիներին։ Վերջին շրջաններից չգիտեմ, երբ ես արդեն քանի տարի է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել։ Այդ ով է հնարել։ Եվ հետո ինչու պիտի հակադրել իմ հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իմ հարաբերություններին Ռոբերտ Քոչարյանի հետ կամ մեկ ուրիշի հետ։ Ասում են նույնիսկ աջակցում եք կամ ֆինանսավորում եք իրենց ընտրությունների ընթացքում լավ հարաբերություն, այսպես մամունում հրապարակումներ են։ Դե գիտեք, ես չգիտեմ դա ով է ասում, ով որ ասում է, երևի ինքը շատ ֆինանսներ ունի, եւ կարող է էլի սենց արձախ այդ ֆինանսները բան ասել։ Բայց հնարավորությունները չունեմ։ Բայց ասում են մեծ թիմ եք կա։ Դա ասում են։ Պարոն նախագահ, ասենք ձեզ էլ են ֆինանսավորում, դու էլ ինչ որ թիմում աշխատում։ Պարոն նախագահ, թեև նշում եք, որ հավակնություն չունեք իշխանության, ամեն դեպքում կոնկրետ շրջանակներ հանրային ակնկալիքներ ունեն ձեզնից, ինչքան էլ կողքից հայտարարեն, թե հարց լուծողներ կան եւ այլն, հենց ուղիղ դեմքերով, այդ մարդկանց ակնկալիքները ինչպես պիտի արդարանան։ Այսինքն հենց ձեզնից են սպասում կոնկրետ լուծումներ։ Այդ մարդիկ ինձ համակրում են, որպեսզի ինչ անենք, որպեսզի մենք իշխանություն ունենք, իրենք էլ այդ իշխանությունից օգտվեն։ Չէ, մեզ այդպիսի մարդիկ պետք չեն,
Դրա համար մենք շատ հստակ հայտարարել ենք, որ իշխանություն չենք ուզում։ Պարզ քաղաքացիներ էլ կան, պարոն նախագահ, որոնք ակնկալում են, որ ձեր առաջնորդությամբ ես հասկացա, եթե համակրում են, մենք պատրաստ ենք միշտ հանդիպել այդ համակրողների հետ։ Մենք պատրաստ ենք իրենց հետ խոսել, խորհրդակցել, մեր կարծիքն ասել։ Բայց երբ որ այդ համակիրների բանակը շատ մեծ կլինի, այն ժամանակ մենք կառաջարկենք մեր գաղափարակիցներից մեկին, ասենք, որ սիրելի ժողովուրդ, այս մեր գաղափարակիցը կարող է կառավարել այս հանրապետությունը, մենք էլ իրեն ծառա։ Ոչ թե ինչպես այդ ուժեղ խմբակցության պատգամավորներից մեկը ասեց, որ իբր ես ձգտում եմ լինել Հայաստանում Իվանիշվիլի, ինչպես Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին է, ու ինչը ուղղակի, ինչ ասեմ, աբսուրդ է, էլի, աբսուրդ։ Այդ նման մարդիկ միշտ արտահայտում են, փորձում են ուրիշին վերագրել, այն ինչ որ իրանց հոգու խորքում է։ Ծիծաղելի է դա։ Երբ խոսեց համակիրներից, ուզում նաև այն մյուս խմբի մարդկանց կամ քաղաքական գործիչների ասածները ուղղակի հարցնել դրա մասին, տեսեք նաև այսպես են ասում, որ նախկինները, այսինքն Հայաստանի երկրորդ պաշտոնաթող նախագահներն ու գործող իշխանությունը իրար օդու ջրի պես պետք են, որովհետև այդ փոխադարձ վեճի մեջ ամրանում է Նիկոլ Փաշինյանը։ Նաև ասում են ինչու չեն հեռանում դաշտից թե գործողը թե նախկինները, որ նոր ուժեր գան եւ մարդիկ այլընտրանք ունենան։ Հեռանալու ընդհանրապես, որ հանրապետականը ոչ մի process-ի չմասնակցի։ Դրա մասին մտածել եք, պարոն Սարգսյան, օրինակ։ Դրա մասին, որ այդ ասածների մասին, թե հեռանալու մասին։ Կարծիքները, այո։ Երբ որ ես զգամ, որ ես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը բեռ եմ, ես վարկյան անգամ չեմ հապաղի, երբ որ ես տեսնեմ, բայց երբ որ ես ինքս տեսնում եմ, իմ ընկերների վերաբերմունքն եմ տեսնում, ես դա ուղղակի տմարդի արարք կհամարեի, եթե հիմա գնայի մեր տանը նստեի։ Գիտեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր համարում են, թե Հայաստանի քաղաքական դաշտը մի մարդատար մեքենա է, այսինքն մենք նստել ենք այդ մեքենան, այլևս իրանց համար տեղ չկա, ասում են իջեք մենք անք նստենք։ Բայց այս դաշտը ազատ է, թող դրսևորվեն, թող համախոհներ ձեռք բերեն, թող համակիրներ ձեռք բերեն, թող իրանց խելացի խոսքերով մարդկանց գրավեն դեպի իրենց ով է խանգարում։ Եվ այդ ասողներն ովքեր են, ես մի անգամ դրանք անդրադառնամ, էլի ոտի վրա չանդրադառնամ, իրանց գնահատականները կտամ, ես եմ ձեր շնորհակալ, բայց ես կարծում եմ դուք պրոստը ձեր հարցերը ուղղակի, ձեր հարցերը սպառում եք, որտեղ ինչպես տեսակ դեռևս, դատեր են լինելու, էլի կարծում, եթե նեղություն չլինի գալու եք, Ասել իսկ չեք նախատեսում առաջիկայում։ Ոչ, ես մի ուրիշ ձև կընտրեմ, մի ուրիշ ձև կընտրեմ, բոլորդ, ոչ միայն դուք, այլ նաև ձեր ամբողջ շրջապատը հնարավորություն կունենա ինձ հարցեր տալու։ Ես կարծում եմ դա ավելի ճիշտ մոտեցում է, քան այլ ձևաչափեր։ Շատ ձևաչափով կընտրոտ հարցեր։ Շատ երկար չի լինի ու ծավալուն, պարոն Սարգսյան։ Դե ես տենց չեմ կարծում, նոր դատավորը հարցրեց իմ առողջության մասին, ասի ամեն ինչ ոնց որ տեղն է։ Հետո 3-4 ժամ ելնի, ինչ է եղել։ Դուք թույլ չեն տալիս, որ մեկնեք երկրից Թույլ չեն նաև տալիս, բաղոց տալիս, ցավոք սրտի։ Ձեր տեղը զգացվում է Նախագահ, ես Մանվել Գրիգորյանի մասին եմ ուզում հարցնել։ Մանվել Գրիգորյանի մասին եմ ուզում հարցնել, քանի որ Բայց ես իմ կարծիքս ասեցի։ դուք վերջերս անդրադարձել եք, բայց այնտեղ էլի վճարարուց բաներ կասում եք, Մանվել Գրիգորյանը ինքն է խնդրել, որ կողմ քվեարկի։ Դրանում ինչպես համոզվենք, որովհետև Դրանում ինչպես համոզվեք։ Որովհետև գեներալը ցավոք սրտի չկա եւ տեսանք, որ հանրապետականի կողմից աջակցություն մեծամասամբ չեղավ։ Ես հայտարարություն նկատի չունեմ, որովհետև հայտարարություն եղել է, բայց օրինակ դատարանում մենք չենք տեսել շատ հանրապետականների, ովքեր կասեին, որ գեներալի անիրավի դատում է։ Դավիթ Մկրտչյանը այստեղ է, գնացել է, այդ չի գնացել, որ գրեթե ամենօրյա ռեժիմով Դավիթ Մկրտչյանը Մանվել Գրիգորյանի հետ էր եւ գիտեր նրա բոլոր Դավիթ ջան, խնդրում եմ էլի, այս
ժողովրդի հարցին պատասխանեք էլի։ ասեք, Կապված Մանվելի հետ, ասում եմ, ինչով կարող եք համոզել, որ դուք կողմ չեք եղել, որ Մանվել Գրիգորյանին նստացին։ Ասում են չեք ներե, որ ասել են